Այսօր կան քաղաքական ուժեր, ովքեր ասում են, որ մենք պետքա չէ երաշխավորներ ունենանք եւ այլն եւ այդպես շարունակ։ Երաշխավորների թեման իրականում շատ զգայուն թեմա է մեզ համար, ինչու, որովհետեւ երբեմն մենք մոռանում ենք, որ մենք այդպիսի ռեժիմում ապրել ենք, երբ որ մենք ունենք պայմանագրային դե յուրե պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագրային բազա, երբ որ մենք ունենք անվտանգության երաշխավորներ, ովքեր պետքա պահեն մեր անվտանգությունը, բայց այդ անվտանգության երաշխավորներից մեկը ըստ էության շատ բաց եւ թափանցիկ հայտարարություն արեց պաշտոնական այցով Բաքվում գտնվելու ժամանակ, խոսքը Բելարուսի նախագահի մասին է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստական աշխատանքներից։ Այդ մարդը մեր անվտանգության երաշխավորներից մեկն էր, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։ Եվ գնալ ամեն անգամ նույն փոստի վրա կանգնել պարզապես չի կարելի։ Մենք ասում ենք, մենք ի վերջո պետքա հաղթահարենք այն ցիկլը, երբ որ մեզ թույլ ենք տալիս, որ ուրիշները օգտագործեն ուրիշների դեմ եւ դեն շփոթեն։ Մեր պատմության մեջ սա դառել է մի հատ խայտառակ ցիկլ։ Երբ որ ամեն անգամ մենք թույլ ենք տալիս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ եւ այդ օգտագործելուց հետո դեն շփոթեն։ Այս է ամենակարևոր պատմական փոփոխությունը, երբ որ մենք արձանագրել ենք, որ թույլ չենք տալու այլևս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ եւ դեն շփոթեն։ Ու այստեղ անհարգալից ոչ մի բան չկա որևէ երկրի եւ որևէ սուբյեկտի նկատմամբ, որովհետեւ նա ով սա համարում է անհարգալից, պետքա մեզ ասի, չէ, դուք պետքա թույլ տաք, որ մենք ձեզ օգտագործենք ուրիշների դեմ եւ վերջում դեն շփոթենք։ Որևէ մեկը կա, որ մեզ հարաբերությունների այսպիսի պայման է առաջարկում, չի կարող մեզ հարաբերությունների այսպիսի պայման առաջարկվել եւ չի առաջարկվում։ Իսկ երաշխավորների մասին խոսակցությունը ես ուղիղ ինձ համար ասոցացվում է հետեւյալի հետ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեզ ասում է, գիտեք ինչ, մենք չենք կարա այդ մեր 9 ամսյա երեխայի նկատմամբ հոգ տանենք։ Եկեք իրան հանձնենք ուրիշի խնամքին, եկեք իրան հանձնենք որբանոց։ Մենք ասում ենք, չէ, թույլ չենք տալու։ Որտեղ այս խաղաղությունը իրոք բառից բուն իմաստով Հայաստանի Հանրապետության ժողովրդի երեխան է։ Ժողովուրդն է ստեղծել այդ խաղաղությունը, որովհետև եթե ժողովուրդը մեզ թույլ չտար գնալ այս ճանապարհով, այս խաղաղությունը չէր ստեղծվի։ Մենք ընդամենը 2021 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավից սկսած լսել ենք ի վերջո թե ինչ է խոսում ժողովուրդը։ Ժողովուրդը ուրեմն մեր բազմահազարամյա պատմության մեջ միշտ եղել է այսպիսի մի կոնտեքստ։ Մեր բոլոր էլիտաները միշտ մտածել են, թե ժողովուրդը բան չի հասկանում եւ իրանք պետքա որոշեն, թե որն է ճիշտը եւ որն է սխալը։ Սա իներցիա է եղել եւ մենք էլ այդ իներցիայի մեջ ենք եղել։ Մենք այդ իներցիայի մեջ ըստ այդ մենք այդ իներցիան հաղթահարելու process սկսել ենք 2018 թվականին, բայց մինչև 2021 թվականը մենք լիարժեք այդ իներցիայի մեջ ենք եղել։ 2021 թվականի նախընտրական քարոզչությունն է, ես էլի ասում եմ, երբ որ ես մարդկանց շարքերի մեջով անցնում էի, ինձ ցնցեց մի բան, ես հիշում եմ, կարծեմ Եղեգնաձորում էր, մենք կարող ենք ստուգել նույնիսկ, երբ աղել այդ հանդիպումը, երբ տարիքով մի կին ես անցնում էինք կանգնեցրեց, ասեց շնորհակալություն եմ հայտնում, ասեցի ինչի համար, ասեց, որ նոյեմբերի 9-ի այդ թուղթը ստորագրել ես, ասեցի ես էլ անկեղծ, ասեցի մայրիկ ջան, ասեց Հայաստանը ամբողջ ինձ դավաճան է համարում, որ ես այդ թուղթը ստորագրել եմ, դու ինչ շնորհակալություն ես հայտնում, ասեց հա, ես քեզ շնորհակալություն եմ հայտնում, որովհետև այդ թուղթը ստորագրելով դու 25,000 զինվորի կյանք ես փրկել, որոնք շանս չէին ունենալու, եւ հետո այս տրամաբանությունը շարունակեց։ Այս խոսակցությունը ինձ համար շրջադարձային նշանակություն է ունեցել, մի քաղաքացու հետ փողոցում ունեցած խոսակցություն։ Եվ դրանից հետո նախընտրական հանդիպումները, որ սկսեցին մարդիկ գալ, կանայք, հիմնականում տարիքով կանայք շարքերի միջով անցնելով անդադ խաղաղություն, Եվ այսօր մեզ ճիշտ են ասում ընդդիմադիրները, որ ասում են ձեր նախընտրական ծրագրում ուրիշ բան է գրած, ճիշտ են ասում։ Մենք նախընտրական ուրիշ ծրագրով մտել ենք, ընտրարշավ, ուրիշ ծրագրով դուրս ենք եկել։
Եվ այս է պատճառը, որ նախընտրական ծրագրով, ես ասում եմ, 2021 թվականի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական, դաշնակցական ծրագիր, ինչպես բոլոր կուսակցությունների ծրագրերը, բայց արդեն կառավարության ծրագրում, որը օգոստոսին ընդունվել 2021 թվականի օգոստոսին, առաջին միտքը գալիս է հետևյալը, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ ստանձնած մեր մեծագույն պարտավորությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Այն ժամանակ դուխներս նույնիսկ չի ելիք խաղաղություն հաստատելը։ Նախ երկու պատճառով, որ մենք դա համարել ենք, որ դա ֆանտաստիկայի ժանրից է, երկրորդն էլ մենք այդ անցումը մեզ համարել է ցավոտ։ Այո, մեզ պետք է, եւ սա մեծագույն բառը բանալի բառն է, ինչ նշանակում մեծագույն պարտավորություն։ Սա նշանակում է, որ դրանից ավելի կարևոր բան չկա, եւ մենք կենտրոնացած ենք եղել դրա վրա։ Ես հիշում եմ իմ աշխատասենյակում կառավարության եւ կառավարող թիմի ներկայացուցիչների մասնակցությամբ մի խորհրդակցություն։ Ես հրավիրեցի շատ սուր իրավիճակ էր։ Ես հաստ տվի մեր թիմի ներկայացուցիչներին, ասի հավատում եք, որ հնարավոր է խաղաղություն հաստատել։ Եվ մեծամասնությունը ասեց, չէ, չենք հավատում։ Որտեղ չենք պատկերացնում այս իրավիճակում ինչ պետք է լինի։ Ոչ մի փաստակ, կռվան չկա, որի վրա մենք հենվենք եւ հավատանք խաղաղությունը։ Ես իրանք ասացի հետեւյալը։ Ասի, եթե չկա այդ փաստարկը, մենք պետք է ստեղծենք այդ փաստարկը, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա։ Որովհետև մենք արդեն ստանձնել ենք մեր ծրագրով, մենք պետք է այդ խաղաղ զարգացման դարաշրջանը բացենք։ Եվ այդ խաղաղ զարգացման, ոչ միայն հիմա արդեն չենք ասում խաղաղ զարգացման դարաշրջանը բացվել, հիմա մենք ասում ենք խաղաղությունը հաստատված է։ Եվ մենք կտրականապես դեմ ենք պատերազմի եռագլուխ կուսակցության խոսույթին, թե եկեք մեր 9 ամսյա երեխային հանձնենք որբանոց։ Ոչ, մենք չենք թողնելու խաղաղությունը. Կամ գիտեք, ես որ ասում եմ մենք, եկեք ես մենք ես խոսում եմ որպես քաղաքացի, բայց ավելի լավ է ասեմ հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է որոշի ինքը որքա թողում խաղաղությունը, թե այնուամենայնիվ վերականգնում խաղաղությանը։ Եվ մեր կոչը, մեր խնդրանքը, մեր ակնկալիքը այն է, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեղ կանգնեք խաղաղությանը։